Ողջույն ընկերներ, Արջան ընկերես, հարազատս, շնորհավորում եմ ծնունդդ, գիրքդ, ուզում եմ նոր լստած մտքովս բան անցա, որ այստեղ հենց այս սրահը միշտ փոքր ժամանակ արարողություն կար գյուղում ապրած մարդիկ, հիմա ցավի սիրտ այդ մշակույթը վերացել է, բայց վստահաբար կփաստեն այդ հաց թխելու process-ից հետո, հատկապես աշնանվերջից մինչև գարնան սկիզբ այդ ոտքերը թոնիր կախելու ու այդ բարկ թոնրի մեջ տատի հեքիաթները եւ այլն եւ ես ուզում եմ այս գրադարանի եւ տնօրինությունից եւ բոլորից աշխատակազմից շնորհակալություն հայտնել, որ մեր Անթոնիր օրերում կա մի սրահ, մի տեղ, մի ոգեթոնիր, որտեղ մենք թաքանում, ջերմանում ենք եւ դա լինում է հաճախ, որտեղ մի տեսակ տպավորություն է, որ ինչքան այդ թոնրին, արմատին, հողին, ուրցին, չգիտեմ, կպած մարդիկ կան, ստեղ են ինչ-որ բաներ ուզում անպայման անել, այդ առումով շնորհակալ եմ։ Հիմա դառնանք Տարոնի գրին եւ ստեղծագործությանը, իհարկե դժվար անկերոջ մասին խոսել, առավել եւս շատ երկար տարիների։ Տարոնի, գիտեք, միշտ ես մտածում եմ, որ Տարոնի գիրքը պետքա կարդա Տարոնին չճանաչողը, որովհետեւ այնքան ներդաշնակ է Տարոնի գիրը իր կերպարին, այն զանգվի ափին ձուկ բռնել փորձող, հաճախ չհաջողող, հետո շատ լավ հաջողող, իմ խորին համոզմամբ էսխի եմ ասում, որովհետև իմ խորին համոզմամբ գուցե թեական բան եմ ասում, բայց դա իմ համոզմունքն է, որ աշխարհում վերջի գոնե մի 2000 եւ ավել տարիներին ստեղծված մի 2500 տարում ստեղծված ամբողջ փիլիսոփայությունները, գիտությունները, արվեստի տարբեր բաները, եթե իհարկե իրանք լուրջ են, իրապես արժեք են, միտված են մի բանի, որպեսզի մարդը գա եւ դառնա տարոնակերպ, այսինքն բանական, բնական, արարչության հետ հաշտ, բնության հետ հաշտ եւ շատ լավ է, որ մեր օրերում այս բոլոր տեսակի վայրի վերումների, խառնափնթորության, չգիտեմ, գաղափարական շատ տարբեր բաների մեջ Տարոնը երևի որ ուզենանք այս մատերի վրա քիչ կհաշվվի մեր սերունդակիցներից, ովքեր ունեին համոզմունք, ունեին գաղափար, ունեին սկզբունք եւ հավատարիմ մնացին եւ կյանքում եւ գրի մեջ եւ ինչ որ գայթակղիչ բաների հետևից չգնացին եւ Տարոնը այստեղ իր առաջի բանաստեղծության մեջ, եթե չեմ սխալվում, տիրը Ուրեմն Սևակը բան ուներ, չէ, Վարուժանի հետ կապված բնութագիր էր տալի, ասում էր ամբողջ ստեղծագործությունը կարելի է փարփակել իր իսկ այդ մտքի մեջ, խորե բարեկամ, թե երկս է պատմած ցավն հաճույքի եւ հաճույքները ցավին։ Հիմա Տարոնի ամբողջ գրական գործունեությունը իր իսկ գրած երկու տողով, եթե ասենք, երբ որ տիրը գալիս ու այս ժամանակների այս ամեն ինչը տենում է, ասում է Եվ բարկացավ տիրը խոժորվեց ու հանգավ, եւ ինքն իրեն վերջին անգամ խոսեց, կարծես չի կարկաչել գետը ձեզնից առաջ, եւ սարերի գլխին ձյուն չի նստել։ Հիմա այս ամբողջ Տարոնի գաղափարական բնութագիրն է եւ ստեղծագործության մեջ դա շատ ցցուն է, որ միշտ մարդիկ փորձում են գալ եւ ասել, որ չէ, սարի վրա ձյունը չի եղել, ձուկը արվի մեջ չի եղել եւ այլն։ Բայց սա արդեն խորքային իմաստի, եթե բերենք խորքային դաշտ։ Առհասարակ իմ համար մենք շատ ժամերով, օրերով զրուցել ենք գրականության հարցերից, իմ պատկերացումները Տարոնը լավ գիտի, ես էլ Տարոնինը շատ հիմքում համընկնում են դրանք։ Ինձ համար պոեզիան աշխարհի երևի արվեստներից կարող եմ մի քիչ sense էգոիստ բան եմ ասում, համենայն դեպս հնագույն շատ հին շրջանից որ նայում ես, երևի են փաստական ինֆորմացիա տվող, գիտելիք տվող ամենակարևոր բանն է, որովհետև պատմագրությունը ինչ որ բաներ կունենա, քաղաքական ենթաշերտեր կունենա, պարտադրանքներ կունենա եւ այլն, ես ես գրավոր խոսքի մասին, էլի, բայց ամենայն դեպս պոեզիան կարում է թաքցելի են
եւ փոխանցի այն գիտելիքը, որ մենք ուրիշ տեղից չենք ստանա, ոնց որ այսօր փաստացի ամբողջ աշխարհի մասին հին աշխարհի գոնե պատկերացումները մենք գիտենք պոեզիայից, չլինեն շումերական պոեմները, չլիներ մեր էպոսը, չգիտեմ վեդաները, չլինեին Ավեստան, չլիներ մենք մեծ կտորով պատկերացումներ չէինք ունենա։ Եվ ինձ համար առաջին հերթին գրականությունը, պոեզիան դա ինֆորմացիա է, եւ տարօրինի մոտ հաճախ ենք հանդիպում այդ բաներին, որ հղումներ կան, որոնց հետևից մենք գնալով ինչ-որ նոր բաներ կբացահայտենք, մեր հետ կապված, աշխարհի հետ կապված, բանաստեղծական ձևի մասով էլի տարոնը իր այությանը, իր այդ խաղաղ ըմբոստությանը, հարիր մի այսպես երկեցիկ գիծ ունի, որ բոլոր բանաստեղծությունները համարյա է, որ ասած մի տեսակ այդ քեզնից անկախ մեղեդի ես դնում մեջը։ Եվ էլի Գորը շատ դիպուկ ասեց, ես մի քիչ կավելացնեմ, որ այսինքն մի քիչ սենց վեճի տիպի Գորի հետ, Գորն ասեց, որ հրաշալի պոետի ծնունդ է։ Գրքի առումով ընդունում եմ միարժեքորեն, բայց ինձ համար բանաստեղծ կարող է լինի մարդը, որը ոչ մի տող չի գրել, եւ հակառակը կարա մարդը 1000 գիրք գրած լինի, բայց բանաստեղծ չլինի։ Այդ առումով ես կարծում եմ, որ Տարոնը ծնված օրից այդ բանաստեղծը եղել է, եթե մինչև անգամ ոչ մի տող չգրեր։ Ինչը մնում է բանաստեղծական ձևի, մնացած եւ այլն գրականագիտական բաների մասին, այդ իհարկե չենք ուզի խոսել այդ թեմայով, որտեղ նախ շատ ծավալուն կլինի եւ երկրորդն էլ լաբորատոր ուսումնասիրությունը մենք իհարկե առանձին կանենք եւ մեկ հավելում, չգիտեմ, մի քիչ այսպես գուցե մանիպուլատիվ հնչի կամ չգիտեմ, շատ հավակնոտ հնչի, ամեն դեպքում պատճառները օբյեկտիվ կամ սուբյեկտիվ մենք հանած մեզ, ամենայն դեպս մենք գրականագիտական առումով շատ ենք կաղում։ Ոչ թե ժամանակի մեջ, այլ ընդհանրապես կաղացել ենք, որովհետև չգիտենք, ունենք նարեկացի, բայց նարեկացու բուն վերլուծություն ամենայն դեպս ինչ չի հանդիպել։ Թվում է Թումանյանը բոլորինս է, չէ՞։ Հրանտ Մաթևոսյանի ասաց, որ ոնց սովորում եմ, ասում եմ Թումանյան էի կարդում, հերս ասեց, ինչ ես անում, Թումանյան եմ սովորում, ոնց Թումանյան ես սովորում։ Թումանյան հենա գիտենք, էլի։ Բայց ողբերգականորեն մենք այս աշճանից վերև չենք վարսանում, որտեղ ունենք Թումանյան, բայց չունենք։ Ունենք Տերյան, բայց չունենք Տերյան։ Այսինքն մի բանի հանդեպ, եթե այսինքն ունենք այնքանով, ինչքանով որ հոգևոր սնունդ է, այդ սուտը մեզանում շատ տարածված է, չէ՞, որ արվեստը դա հոգևոր սնունդ է։ Այդ նրա համար է, որ հանկարծ Թումանյանին մտավոր կերպով չուզենք հասկանալ։ Ինչևէ, այս առումով բնական է, չեմ ծավալվի, Տար ջան, ելի շնորհավորում եմ, մենք այդ լաբորատորիան կացնենք, հələ գրքի մասով եւ իրապես պատիվ ունեմ, որ ընկերդ եմ եւ ճանապարհ ունենք եթալու այս անճանապարհ օրերում։ Շնորհավորում։